մինչև անգամ կարծիքներ են հնչում, որ ճիշտ կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեզ անցանկալի մարդ ճանաչի, ձեզ դավաճան անվանեցին, ձեր այդ հայտարարությունը պահիտակարվեց, թե իրոք դուք այդ կարծիքին եք էլի։ Ես ձեզ պետք է հիասթափեցնեմ, ես այդպիսի հայտարարություն չեմ արել։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, 2015 թվականն է, ինտերնետիզացված հասարակությունը, այն մտքերը, որ ինձ վերագրվում են, տեսանյութ կա, մոնտաժված բանի, այդ տեսանյութը կարելի է դիտել եւ տեսնել, որ այդպիսի բան չեմ ասում։ Լրատվամիջոցներից մեկը որոշել է այդ տեսանյութի վերևում դնել մի վերնագիր, որը իմ բառերի հետ բացարձակապես կապ չունի, լրագրողական տեխնոլոգիա է։ Եվ դրանից ինչ-որ բան սարքեցին, այն աստիճանի դատարկ թեմա է, որ նույնիսկ ծիծաղել է։ Պարոն Մարտիրոսյան, տեսանյութը նայելով էլ տեսնենք կարող է կոմպրոմիսային լուծում լինի, որի Ես ասել եմ մի բան, որ վերջի 25 տարվա մեջ բոլոր մեր քաղաքական գործիչները եւ իշխանությունը եւ ընդդիմությունը բարձրաբանականները ասել ես իմ անունից որևէ բան չեմ ասել եւ տեսանյութը դիտելով կտեսնեք։ Ինչ եք ասել։ Ես ասել եմ, որ մենք Հայաստանի Հանրապետություն երբևէ չենք ժխտել մի տարբերակ այդ հարցին ստելվում էր ռուսական թերթի հրապարակման մեկնաբանություն ստանալու համար այդքանը։ Ինչ եք ասել ես ասել։ Որ փողզիջումային տարբերակ, որը առաջարկում միշտ էլ քննարկվել է, միշտ էլ Հայաստանի Հանրապետությունը եւ իշխանությունը եւ ընդդիմությունը քաղաքական փողզիջումային տարբերակի մասին խոսեմ։ Փողզիջում նշանակում է փողզիջում։ Ես իմ անուն ես չեմ ասել, ես ուզում եմ օրինակ պահանջում եմ, չգիտեմ, հողեր հանձնել եւ դա աբսուրդ է։ Աբսուրդի թատրոնը հասավ նրան, որ լրատվամիջոցներից մեկը զանգահարեց, սա իսկապես ծիծաղել է, ասել պարոն Մարտիրոսյան, մենք դες միշտ լավ ենք լուսաբանել, խնդրում առաջինը մեզ ասեք, էլի որ հողերն եք վերադարձնելու, որ առաջինը մենք ես մեծ հաճույքով հարցին պատասխանեցի, եթե ինձ լիներ, առաջինը կվերադարձնեի Դաշտային Ղարաբաղը, հետո Նախիջևանը, հետո Սուրմալուի նահանգը Մասիսարը, կվերադարձնեի Հայաստանի Հանրապետությանը։ Կարսն ու Ардանը, Արևմտյան Հայաստանը, ամբողջությամբ Կիլիկիան եւ այլն։ Եթե աբսուրդի մասն ենք խոսում, աբսուրդը եկեք շարունակենք։ Ես դրա կողմ, ես ազատ անկախ եւ միացյալ Հայաստանի կողմնակից եմ, ավելի շատ քան թե մեր դաշնակցական գործընկեր։ Նկատողություն բան չեք։ Բացարձակ, եթե այդպեսի բան է, իմ գլուխը կփոկեն, քանի որ դեռ չեն փոկել, ուրեմն այդպեսի բան չէ։ Բայց այդ դեպքում գոնե պաշտոնական ասեին, որ դուք այլ բան եք նկատի ունեցել, կամ դուք ասում եմ, Չէ, եթե չմոտենաք, չէր ասի, չէ։ Ինչ է հերիք եմ։ Եթե ես մի բան չեմ ասի, ինչ է, ասեմ, որ ես չեմ ասի։ Շնորհակալություն։